հարթակի հատուկ թողարկումը։ Սերունդների երկխոսություն խորագրով։ Այսօր մենք խոսելու ենք մի երևույթի մասին, որը միավորում է Մհեր Մկրտչյանի բոլոր սերունդներին։ Բայց արդյոք նրան մենք բոլորս միանման ենք տեսնում։ Այս հարցի պատասխանը փնտրելու համար մեր տաղավարում է մի ամբողջ ստեղծագործական թիմ։ Նրանք աշխարհացույց հարթակի կողմից անցկացված քարտեզագրելով ազգային կամ համաշխարհային ժառանգություն ստեղծած անհատի ուղին համադպրոցական մրցույթի մասնակիցներն են։ Իրենց հայ ժպիտի տխուր հերոսը քարտեզագրելով Մհեր Մկրտչյանի ուղին նախագծով։ Ողջունում ենք Կոտայքի մարզի Զորավանի դպրոցի աշակերտուհիներին՝ Լյուդմիլային, Լարիսային, Սվետլանային, Այդային, Աշխենին և Անին։ Ողջունում ենք ձեզ, շնորհակալ ենք դեպի Աղջիկներ, նախքան բուն թեմային ասելը կուզեի մի փոքր խոսեինք հարթակի մասին։ Սվետլանա, կարող ես մի փոքր պատմել աշխարհացույց հարթակի մասին և այն մրցույթի մասին, որը ձեզ է տեղաբերել։ Այո, աշխարհացույցը կրթական հարթակ է, որի նպատակն է օգնել մեզ աշակերտներից նորովի բացահայտելու մեր մշակույթն ու պատմությունը։ Այս ժպիտի տխուր հերոսը քարտեզագրելով Մհեր Մկրտչյանի ուղին, մրցույթը մեզ հնարավորություն տվեց ընտրել որևէ մի հայ մեծի, խոր ուսումնասիրել նրա կյանքը և այն ներկայացնել մեր հայացքով։ Աշխեն, իսկ կասես ինչու ձեր թիմը որոշեց ուսումնասիրել հենց Մհեր Մկրտչյանի կյանքը։ Նրա կերպարում ինչը ձեզ ավելի շատ գրավեց։ Մեզ հետաքրքրեց այն, որ բոլորը նրան սիրում էին կարծես միայն իր կերպարների համար։ Ուզում էինք հասկանալ ով է թաքնված այդպես քթի, տխուր, ուրախ աչքերի հետևում։ Ձեր նախագծի շրջաններում դուք եղել եք նրա տուն թանգարանում, Վարդան Ակեմյանի դրամատիկական թատրոնում և Պեդալյանի Սունդուկյանի թատրոնում։ Անի, այդ ասես ինչը քեզ ավելի շատ զարմացրեց կամ հուզեց, երբ դու ֆիզիկապես հայտնվեցիր այն վայրում, որտեղ նա ապրել է, խաղացել և դեր էր կերտել։ Դե թանգարանում ես սպասում էի տեսնել փառք, մրցանակներ, սակայն տեսա շատ համեստ մտավորականի միջավայր։ Ամենաշատը տպավորեցի նրա դերերի հագուստները և նրա աչքերի երկու դեր լուսանկարները։ Այդ աչքերում կար տխրություն, որը հակասում է նրա կատակերգի կերպարին։ Եվ ես հասկացա, որ այդ մարդը ապրում էր իր մտքի, այլ ոչ թե իր աշխարհում։ Լյուդմիլա, իսկ թատրոնի բեմում հայտնվելը ինչ զգացողություն էր։ Դա ուղղակի աննկարագրելի էր։ Երբ կազմում ես այն բեմի վրա, որտեղ նա խաղացել է Պաղտասար Աղվատի դերը, կարծես այդ պատմության մի մասն ես դառնում։ Զգում ես այն էներգիան, որը նա թողել է։ Եկեք մի փոքր խոսենք նրա մարդկային կողմի մասին։ Լարիսա, ձեր հետազոտությունների ընթացքում դուք հանդիպել եք եղելությունների, թե որն է նրա ամենասիրելի ուտելիքը։ Այո, մեզ էլ էր դա հետաքրքիր։ Պարզվում է նա շատ է սիրել պարզ հայկական ուտեստներ, հատկապես տոլմա կաղամբով, որը իր մայրն էր պատրաստում, նաև մոր հետ խմած թանապուրը։ Նրա համար ուտելիքը միայն սնունդ չէր, այլև հիշողություն, մանկության, տան և Գյումրու հետ կապված։ Լավ, Այդա, իսկ ինչ կասես նրա սիրելի երգի և երաժշտության մասին։ Եղել է մի մեղեդի, որը նրա համար առանձնահատուկ է եղել։ Նա շատ է սիրել կոմիտասի և ժողովրդական երգեր, բայց հաճախ նշում են նաև շարլատանური երգերը, և դա շատ տրամաբանական է։ Նրանց երկուսի արվեստի մեջ էլ կա ընդհանուր բան՝ տխրության և հույսի, կարոտի և հույսի միաձուլումը։ Ազնավուրի երգերը կարծես նրա հոգու սաունդթրեքը լինի։ Հիանալի համեմատություններ։ Փաստորեն մեր անկյունը գտնվում է Ազնավուրի անկյան մոտ։ Սվետլանա, իսկ ձեր թիմի համար որն է նրա ամենաարժեքավոր կամ ամենաբնորոշ արտահայտությունը։ Կարծում եմ, ամենախորը միտքը, որը նաև մեր նախագծի հիմքում դրեցինք, հետևյալն է. ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել։ Այս նախադասությունն ամբողջ Մհեր Մկրտչյանն է։ Սա նրա արվեստի բանաձևն է, նրա առաքելությունը։ Իսկապես։ Իսկ հիմա եկեք խոսենք դերերից։ Աշխեն, եթե պետք լիներ ընտրել մեկ կինոդեր և մեկ թատերական դեր, որոնք ամենաշատն են բացահայտում, այն ուրիշ Ֆրունզիկին, որոնք կլինեին դրանք։ Սա ամենադժվար հարցն է, կարծում եմ կինոից կընտրեինք Նիկոլին,
«Հին օրերը» երգը-ֆիլմից, քանի որ այդտեղ նկարագրված էր և պատերազմի ցավը, և Գյումրվա հումորը, և փոքր մարդու մեծ սիրտը։ Իսկ թատրոնից կարծում եմ կընտրեինք «Սիրո դե Բերժերակը», ցավոք չենք դիտել, սակայն բոլորն ասում են, որ նա շատ էր ուզում այդտեղ խաղալ, տգեղ արտաքինով, բայց գեղեցիկ հոգով ասպետը։ Կարծում եմ նա իրեն նման էր գտնում այդ ֆիլմի կերպարի հետ։ Աղջիկներ, եւ վերջին հարցս բոլորիդ։ Այս նախագիծը ձեզ համար ինչ փոխեց։ Ինչ տվեց այն ձեզ որպես մարդու, որպես Հայաստանի քաղաքացու։ Մի բառով յուրաքանչյուրդ։ Ես հասկացա, որ մեր իրական հարստությունը մեր մարդիկ են և մենք պետք է ճիշտ ճանաչենք իրենց։ Ինձ համար սա օրինակ էր, թե ինչպես կարելի է սիրել քո գործը և ծառայել մարդկությանը առանց մեծ խոսքերի։ Այդը։ Ես հասկացա, որ նույնիսկ ամենատխուր բաների մասին կարելի է խոսել ժպիտով և դա ուժի նշան է։ Ես հասկացա, որ իսկական տաղանդի ետևում տիտանական աշխատանք է կանգնած։ Եվ գիտեմ, որ դուք ձեր նախագծի վերջնարդյունքը ստեղծել եք հիմնվելով Մհեր Մկրտչյանի հոբիների վրա։ Նկարիչ Ֆրունզիկ, բանաստեղծ Ֆրունզիկ, երաժիշտ Ֆրունզիկ և վերջում բոլորովդ բեմադրել ներկայացում «Հին օրերի երգը» թատերական խմբակի սովորողների հետ։ Որ խնդրեմ յուրաքանչյուրդ մեկ բառով կներկայացնեք ձեր վերջնարդյունքը։ Լյուդմիլա։ Ես գրել եմ մենախոսություն Ֆրունզիկի հետ, որը կատարել եմ հենց Վարեն Մարենի փողոցում Գյումրիում։ Ցավոք Վարեն Մարենի պատշգամբը վերանորոգման տակ էր, բայց իհարկե փողոցում կատարեցի։ Լայթա։ Ես նկարել եմ «Հին օրերի երգը» ֆիլմից Նիկոլի կերպարը։ Սվետլանա։ Ես կտավի վրա նկարել եմ Ֆրունզիկի դիմանկարը, մի փոքր իմ սրտով չի, բայց մեր ուրիշ Ֆրունզն է։ Ես պատրաստել եմ դութակով կատարում մայստրոյի սիրելի երգերից «Հին օրերի երգի» մեղեդին և կատարել եմ այն հենց իր տան սենյակում։ Ես եղել եմ Ֆրունզիկի պատշգամբում, որտեղ գինարգուքից հետո նա էր բարձրացել, նա էր եղել, նաև բոլորով միասին ստեղծել ենք ֆոտոնկարահանման զոնա, նաև ունենք կամոդ, որով մենք ենք ստեղծել, մենք ենք պատրաստել բոլորով միասին։ Բացի նրանից, որ գրել էինք բանաստեղծություն և նրա թատրոնի դիմաց իր արձանի մոտ կատարեցինք տվյալ բանաստեղծությունը, նաև պատրաստել ենք տոպրակներ, որոնց վրա մենք ինքներս ենք նկարել։ Այս տոպրակները կարող ենք մեր ուսուցիչների, նաև կարող ենք վաճառքի դնել, կխնդրենք նաև կարող է դիմենք համայնքապետարան, որպեսզի մեզ հնարավորություն տան։ Եվ վերջապես մենք մեր վերջնարդյունքները հավաքել ենք մեկ ընդհանուր կազմում, ստեղծելով մեր Ֆրունզիկը գեղեցիկ անկյունը դպրոցի ամենատեսանելի վայրում, որտեղ ամփոփված են նրա բոլոր կինոդերերը։ Աղջիկներ, ես անկեղծորեն հիասթափված եմ ձեր թիմային աշխատանքով և մտքի խորությամբ։ Շնորհակալ եմ, որ եկաք և կիսվեցիք ինձ հետ ձեր տպավորություններով ու բացահայտումներով։ Դուք ապացուցեցիք, որ մեծերը մնում են մեծեր, և նոր սերունդները փորձում են նրանց հետ երկխոսել։ Սիրելի ունկնդիրներ, հիշեցեմ, որ այսօրվա մեր հյուրերն էին Ձորևանի միջնակարգ դպրոցի աշակերտուհիները։ Սա օրինակ է այն բանի, թե ինչպես դպրոցական նախագիծը կարող է վերածվել ազգային արժեքների վերաիմաստավորմանը։ Կհանդիպենք հաջորդ փոդքասթում։